Սոնա Ղազարյան։ Պարոն Աբրահամյան, դուք ընդգծված հպարտությամբ ներկայացնում եք պարոն Վարդևանյանի ինքնակենսագրությունը։ Մարդ, որ ճանապարհ է անցել մինչև ձեր դաշինքի ցուցակում ընդգրկվելը։ Արդյոք նույն հպարտությամբ դուք ներկայացնեք Էդգար Ղազարյանին, շեշտելով իր կողմից արված հայտարարությունը։ Ես հասկանում եմ, որ դուք շատ հմտորեն խուսափում եք ուղիղ հարցի պատասխանից, փորձում եք հիշատակել տարբեր մեր կողմից արված տարբեր շրջանեմ հայտարարություններ, բայց մի բարձ իրողություն կա։ Եվ որ ինչ-որ մեկին ընդգրկում եք ձեր ցուցակում, դուք նայում եք իր անցած ճանապարհը, ինչպես ներկայացրեք օրինակ պարոն Վարդևանյանի անցած ճանապարհը, եւ որոշում եք ընդգրկել այդ մարդուն ձեր ցուցակում, թե չէ։ Ինչ որ պահի ի հայտ եկավ հետեւյալ հանգամանքը. Էդգար Ղազարյանը ցանկացել է բոլոր զինվորների մահը, սակրավորների մահը, ավելի ճշգրիտ լինելու համար։ Դուք երբ որ սպասեք ձեր հերթը կգա, երբ որ այդ հարցը, այդ հայտարարությունը ի հայտ եկավ, արդյոք դուք իր հետ քննարկում ունեցել եք այս հարցի վերաբերյալ։ Արդյոք դուք վատ եք զգում, որ ձեր ցուցակում հայտնվել է մի մարդ, ով ցանկանում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, հատկապես Կիրանցի մասում, սակրավորի մահ։ Եվ արդյոք նույն հպարտությամբ դուք կխոսեք այս հայտարարության մասին։ Դա մեկ։ Երկրորդ, քանի որ քննարկվում է պարոն Վարդևանյանի հարցը, արդյոք դուք քննարկել եք եւ ձեզ հետաքրքիր է թե ինչու է պարոն Վարդևանյանը դուրս եկել Հայաստան դաշինքից, վայր դրել մանդատը, չի դուրս եկել, վայր դրել մանդատը, արդյոք դուք գնահատում եք նման ռիսկեր նաև հիմա։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Սոնա Ղազարյան, ես շատ ուրախ եմ, որ դուք փայլուն հիշողություն ունեք եւ հորդորում եմ ձեզ բոլոր հայտարարությունները, որոնք որ հնչում են սկզբից մինչև վերջ լսել, եւ նաեւ ես հուսով եմ դուք լսել եք պարոն Էդգար Ղազարյանի երեկվա խոսքը, նա այդ հարցին անպայման կանդրադառնա, ինչ վերաբերում է մեր խմբակցության անդամներին, մենք կուրթիմ ենք, բավական կուրթիմ ենք եւ մենք հպարտանում ենք մեր բոլոր թիմակիցների հաջողություններից։ Ինչ վերաբերում է մեր թիմակիցների կողմից այս կամ այն ժամանակահատվածում եղած հայտարարությունների եւ տարբեր, այսպես ասած, գործունեության հետ կապված, մենք բնականաբար խմբակցության ներսում քննարկումներ ունենում ենք, դա ասում ինչ տեղի է ունենում խմբակցության ներսում, բաներ կան, որ հրապարակման ենթակա են, բաներ կան, որ հրապարակման ենթակա չեն, բայց համոզված եղեք, մենք հետևողական ենք լինելու բոլոր հարցերում, որոնք որ վերաբերում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, որոնք որ վերաբերվում են Հայաստանի մարտունակության բարձրացմանը, որոնք որ վերաբերում են հայ զինվորի կյանքին եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքին եւ բնականաբար ես կրկնում եմ մարդու կյանքը բացարձակ արժեք է եւ նման հարցեր շահարկման առարկա չպետք է լինեն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Սիրելի հայրենակիցներ, եկեք արձանագրենք, որ երեք Էդգար Ղազարյանը ելույթ էր ունենում ֆրակցիայի անունից եւ ըստ էության հայտնեց ֆրակցիայի դիրքորոշումը, որը եթե ես ամփոփելիս լինեի, կլիներ հետեւյալը. Սակրավորների մահ ցանկանալու իմ հայտարարությունը կոնտեքստից կտրված է եւ կան դեպքեր, երբ որ ես կարող եմ ցանկանալ հայ սակրավորի, այլ կերպ ասած հայ մարդու մահը։ Խնդրում եմ նկատել, սիրելի քաղաքացիներ, որ այժմ ելույթ է ունենում ֆրակցիայի քարտուղար պարոն Աբրահամյանը, ով սատարում է Էդգար Ղազարյանի սակրավորին մահ ցանկանալու հայտարարությունը, ասելով, որ կան կոնտեքստներ, եւ որ հայ մարդու մահը կարելի է ցանկանալ, եւ ես սիրելի քաղաքացիներ, հորդորում եմ ձեզ վերից վար լսել Էդգար Ղազարյանի հայտարարությունը եւ հասկանալ, այդ ինչ կոնտեքստում է, որ կարելի է հայի մահ ցանկանալ։ Շնորհակալություն։ Տիկին արձագանք, հա։ Տիկին Սոնա Ղազարյան, վստահ եղեք, համոզված եղեք, մեր խմբակցությունում չկա մեկ մարդ, այդ թվում նաև ես, որ ձեր կողմից շարադրված մտքերի հետ համաձայն լինի, այսինքն ոչ մեկ նման բան չի ցանկանում, ընդհակառակը մենք կանգնած ենք մեր զինված ուժերի կողքին, մենք հայ ենք, մենք կանգնած ենք պարոն Սասուն Միքայելյան երկրապահ կամավորականի կողքին եւ ձեռնամուխ ենք լինելու, որպիսի ամեն հայ զինվորի, հայ մարդու կյանք գնահատվի եւ չհնչեն հայտարարություններ, թե ինչու է զոհվել
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։